Եղամ Նազարյան հաջորդ հարցը մարամաց։ Շնորհակալություն տաքսի սերվիս, չգիտեմ, Yandex տաքսի սերվիս այն չգիտեմ, դրա այդ չամիչը կայանում էր նրանով, որ անհատը կարող էր պայմանագիր կնքել Yandex-ի հետ եւ պահել իր ընտանիքը։ Այս վերջին շրջանում հայտնվել են ճարպիկ, խոշոր, գերխոշոր տնտեսվարողներ, որոնք ներկրել են մեծ թվով մեքենաներ, պայմանագրեր են կնքել Yandex-ի հետ, որի հետևանքով այն մարդը, որը իր համար մեծ ներդրում է արել ձեռք բերել մեքենա, որ վարի ավելի բարձր կարգի հաճախորդներին սպասարկի, հայտնվում են վատ պայմաններում, այսինքն Yandex-ի առաջին կանչերը գնում է դեպի այդ խոշոր տնտեսվարողների ներկրած մեքենաները, որի հետևանքով այդ մարդիկ տուժում են։ Հիմա այդ մարդկանց պաշտպանը ով պետք է լինի, կա պաշտպանություն, թե վայրի շուկայական հարաբերություններ են, ունեմ շատ փող, ունեմ մեծ կապեր, դու ինչ ուզում ես արա, որն է այստեղ ելքը։ Անազան, իրականում անկեղծ ենք, խնդիրը մի քիչ դեր։ Նախ Yandex-ը մենք մի անգամ շատ մեծ տուգանել ենք, այսինքն պաշտպան կա, եթե խախտում կա։ Խնդիրը մի փոքր այլ է, ոչ թե գնում է իրաց, որտեղ հիմա Yandex-ի նույնիսկ մենք սահմանաչափերն են կարգավորում, կարծում շուտով կտեսնենք թվային, մենակ Yandex-ի չէ, էլի, այսինքն թվային պլատֆորմայի միջոցով նմանատիպ ծառայություն ածող ընկերությունների գործակիցների փոփոխություն են, որ ասում են անձրև եկավ, բան եղավ, դա պահանջարկ առաջարկի վրա է եւ այդ բոլոր հարցերը կարգավորվում են, ձեզ ցույց կտանք, հանձնաժողովը կարծում եմ տարածաշրջանում միակ կառույցն է եղել, որ որոշել է որ դες բան անի ու հիմա մեր փորձով Ղազախստանն է արել եւ Վրաստանն է օգտվում, բայց ձեր ասած խնդիրը կա, բայց մի քիչ ուրիշ ձև է, էլի Հարցը հետևելն է, մարդը գնել է մեքենա, ինքը էլի շարունակում է Yandex-ի աշխատել, կարողանում է պայմանագիր կնքել, իհարկե իրանցից որևէ մեկը երբեք Yandex-ի հետ ուղիղ պայմանագիր չի կնքել, միջնորդ կազմակերպությունները նախկինում եղել կան եւ դա նորմալ է ամբողջ աշխարհում։ Իրանք ինչ են ասում, ասում են ես որ բիզնես դասով եմ քշել, հիմա քանի որ կա էլեկտրոդաս Ոչ թե գնում այլ ոչ թե Yandex-ն է ուղարկում էլեկտրոդասեր, որտեղ մարկած մեծ մաս ուզում է էլեկտրոդասի ավտոկանչի, որը գնով մի փոքր ավելի էժան է, քան բիզնես դասը, ու թազա մեքենա է, նոր մեքենա է։ Խնդիրը ստեղ է, հիմա ստեղ ճիշտ ասած մեզ տենց է հասցեագրվել խնդիրը, ես կարծում եմ դա շատ մեծ լուծում էլ չկա, էլի։ Հայ հիմա էլեկտրոմեքենաներ են, որը 15000 կամ 18000 է, որը ինքնարժեքի էժան լինելու պատճառով 5-6 տարվա հետ գնելություն ունի կամ ավելի կարճ ենթադրում է, գինը դրա համար ասենք 2000 դրամ է 1 կիլոմետր կամ ճանապարհ անցնելու, իսկ բանին է 2200 է, մարդը չի ուզում, օրինակ ես ինքս որպես սպառող անկեղծ ասած նախընտրում եմ էլեկտրո դասի մեքենա կանչել, որովհետև համ ավելի էժան է, իսես հաճախ օգտվում եմ տաքսիներից, համ ավելի մաքուր է, համ ավելի թարմ է։ Հիմա այստեղ ճիշտ ասած մտնել բիզնեսին եւ ասել, գիտես, այս ֆունկցիան ուրիշ ձև փոխի, ստեղ էլ արդար չի, բայց եթե հանկարծ բարձվի, որ ինչ որ պատվեր ալգորիթմը ուղարկի աշխատում էլ, ես անկեղծ ասած Yandex-ի տեղական տնօրենը չի որոշում ուր գնա կամ դժվար կարողանա Հայաստանում 18 կամ 100 ավտոբերով գնար Yandex-ի տերերի հետ պայմանավորել այդ ալգորիթմում փոփոխություն անեին, ասեն այդ ալգորիթմից եկած ինֆորմացիան տեղափոխին դստեղ խնդիրը դրա մեջ է ընդհանրապես։ Խնդրեմ։ Արտակարգ, համեցեք։ Խնդիրը մեկնաբանության մեջ է, կարող ենք այսպես էլ մեկնաբանել, այնպես էլ մեկնաբանել։ Խնդիրը ես չդիտարկեցի, թե այդ խոշոր ներկրողը հեծանիվ է բերել, թե էլեկտրամոբիլ է բերել, թե բենզինով շարժիչով մեքենա, փաստը այն է, որ բերել է մեծ քանակությամբ մեքենա, պայմանագիր է կնքել, ալգորիթմը աշխատում է հոգուտ այդ խոշոր ներգրողի, որի հետևանքով մնացածները տուժում են։ Հիմա այդ մարդիկ ունեն պաշտպանություն, թե չունեն, որ իրենք հասկանան ինչ են անում։ Ինչ վերաբերվում է էլեկտրոնա լավը թե չէ, ես էլ չեմ սիրում, որ էլեկտրո է գալիս, որովհետև ես դեռ չգիտեմ դրա մարտկոցները մարդու համար վտանգավոր են թե չէ։ Հիմա հարց. Ինչու է Հայաստանում բենզինը ամենաթանկը ԱՊՀ երկրներում եւ ԵԱՏՄ երկրներում։ Իմ մշտական հարցը ինչու է թանկ Հայաստանում։ Նախ ձեր առաջի հարցի պատասխանը
ինչից պետք է պաշտպանություն ստանա։ Դրանց ասում ենք ունեք պաշտպանություն, տպավորությունն է, որ կա մրցակցային խնդիր, ես էլ որ հիմա ասեմ, չէ, չունեմ պաշտպանություն, ասում ենք ոնց, բաց կար խնդիր, ասես չունեմ։ Ասում ինչից պաշտպանվի։ Շուկայը համեն կա, դուք կընտրեք այն մյուս դասը կգնաք, այն մյուս դասով, ես կընտրեմ այն մյուսով, երրորդը կընտրի էկոնոմով կգնա առաջ։ Ուզում ասեմ գնանք Yandex-ի բիզնեսին ասեն, գիտես, քո էլեկտրոյի գինը բարձրացրա վեր է, որ ես մարտիկ ստիփած օգտվում բերեմ, հետո գալու եք ասեք, բան սպառողը, որ խիչ կտվեցիք այդ հնարավորությունը ավելի էժան ծառայությունից օգտվի։ Բենզինի գինը Հայաստանում բարձր է, որովհետև մենք բենզիններ կրում ենք հիմա Եվրոպական միությունից եւ Հայաստանը միշտ բարձր է լինում ԱՊՀ որ երկրի մասին է խոսքը։ Այս ԱՊՀ բոլոր երկրի չէ։ Բելարուսիա Ռուսաստանից բարձր է հասկանալու պատճառով եւ վերջապես Հայաստանը ավելի հեռու է գտնվում եւ ռուսական բենզինը որ բերում եք Հայաստան ինքը միշտ Ռուսաստանից թանկ է լինելու ոնց է դի։ Ախր բարձ մաթեմատիկա անհնարին է Ռուսաստանից բերվող բենզինը Հայաստանի Հանրապետություն լինի ավելի էժան։ Հիմա բերում ենք Ռումինիայից, ասենք Իտալիայից եւ ոնց Ռումինիայից ոնց բենզին բերենք Հայաստան որ ավելի էժան ԵՄ-ում հարկերը բարձր է, բենզինը ԵՄ-ում բարձր է։ Հիմա ԱՊՀ երկրներից եթե վերցնում եք Բելարուսը եւ Ռուսաստանը, Իրանում ձրի է համարը։ Եկեք ամեն անգամ ինձ այդ Իրանի հետ համատեք եւ մեղադրեք, ասեք Իրանը ինչի է ձրի։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կհանդիպենք ընդմիջումից հետո հարց ու պատասխանին, իսկ ներողություն հայտարարությունների ժամին, իսկ ձեր հարցի շարունակությունը կլինի 5 շաբթի օրը։ Շնորհակալություն։